ով որ այնքան մեծամիտ է, որ իրեն փրկիչ է կամարում, մոռանալով որ փրկիչ կա։ Ինձնից հզոր քաղաքականության մեջ մարդ չկա։ Մեզ ասել են միասին Նիկոլին տապանենք։ Նիկոլին տապանենք, ախր հաջորդ եկողը կարող է Նիկոլից լավը չլինել, չէ։ Ոչ թե Պարույր Հայրիկյանը դառնա վարչապետ, թեկուզ կարճատև, այլ քաղաքացին դառնա նախագահը երկրի։ Որ ասում էին Մերժիր Սերժին, դրա համար էր, որ խուժան սահմանադրությունը չենք ուզում։ Եթե Սամվել Կարապետյանը, ասենք, կառույցներ է ստեղծում իր միջոցներով, ինքը քաղաքացիներից հավաքած հարկերը օգտագործում է քաղաքացիների դեմ։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արմլուրի տաղավարում այսօր զրուցելու ենք ազգային ինքնորոշում միավորում կուսակցության հիմնադիր առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։ Պարոն Հայրիկյան, ողջունում եմ ձեզ մեր տաղավարում։ Ես նույնպես։ Պարոն Հայրիկյան, օրերս հայտարարեցիք, որ միանում եք ԴՕԿ կուսակցությանը մասնակցելու համապետական ընտրություններին եւ ամենևին վերջերս էլ հայտարարեցիք, որ համագործակցությունը տեղի չի ունեցել։ Որն է պատճառը։ Գիտեք, Հայրիկյանի լեզուն չէր պատտվի ասելու, որ ԱԻՄ-ը միանում է, ինչ որ մեկին անկեղծ ասեմ, մեծամտությունը չի։ Իրականում այսպես է եղել հերթականությունը։ Իհարկե, երբ համագործակցություն է ստեղծվում, պիտի միանաս, բայց իրականում մենք ամսի 30-ին ազդարարեցինք, որ քանի որ ունենք բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագիծ, դրա հետ կապված ընտրական սկզբունքներ, բացի այդ դա հայտարարության մեջ չկար, բայց մենք հիշում ենք, որ նույնիսկ Նիկոլի նման անմակարդակը 2018 թվականի կառավարության ծրագրում գրել է այս ընտրական օրենսգրքով, բնականաբար սահմանադրությամբ արդար ընտրություններ լինել չեն կարող։ Հետևաբար մենք այդ ընտրական օրենսգրքով եւ այդ սահմանադրությամբ ընտրությունների չենք մասնակցի, մենք մեզ չենք պղծի, որովհետեւ մենք գիտենք լույսը, ինչ բան է, գիտենք մաքուր ջուրն, ինչ բան է, խավարը չենք ընտրի, ճահճաջուրը չենք ընտրի։ Բայց քանի որ քաղաքական ուժ ենք Հայաստանում գործող, ասացինք, որ մի բացառություն կարող է լինել։ Այդ բացառությունը վերաբերում է նրան, որ մենք ունենք բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագիծ, այսօրվա իշխանությունները իրենց քայլերում տապալվել են սահմանադրական ոլորտի, եթե քաղաքական որևէ ուժ մեզ հետ համագործակցելու պատրաստակամություն կներկայացնի մի հարցի շուրջ, բացարձակ ժողովրդավարության սահմանադրություն ընդունելու շուրջ, այն էլ որպես առաջնահերթություն, այսինքն ոչ թե ունենք 10 հարց, այլ մեկ առաջնահերթ հարց ունենք, այդ դեպքում մենք կարող է դաշինքով գնանք ընտրությունների։ Այսինքն, այնպես չի եղել, որ մենք ասենք, վայ ուզում ենք միանանք սրան, որտեղ առաջարկներ ունեցել ենք շատ ուժերից։ Որ գաղափարների շուրջ եք ընդհանրություններ ունեցել, որ փորձել եք միանալ կամ համագործակցել, հա, այսպես ասած։ Ես հիմա զուգահեռաբար նախորդ հարցը ավարտին հասցնելով, հարցի պատասխանս ավարտին հասցնելով, ուրեմն մեզ մենք անձնական կապեր ունենք եւ գիտեի, որ իմ սահմանադրության նախագծի նկատմամբ շատ լավ կարծիք ունի Լևոն Բաղդասարյանը, գիտնական, իրավագետ եւ ինքը շտաբի պետներ ԴՕԿ կուսակցության։ Նա հանդիպում խնդրեց, ես սիրով համաձայնեցի եւ ասաց, որ իրենք պատրաստ են մեր այդ առաջարկը ընդունել, որը վերաբերում էր բացարձակ ժողովրդավարության սահմանադրության առաջնահերթություն լինելու մոտեցմանը։ Բնականաբար ես քանի որ Հայաստանի ամենաժողովրդավարական, ոչ միայն առաջին ժողովրդավարական կազմակերպության, այլ ամենաժողովրդավարական կազմակերպության ղեկավարն եմ, անմիջապես տեղեկացրի նախագահության անդամներին, հավաքվեցինք, քննարկեցինք, անակնկալ էր, որովհետև մենք սպասում ենք, որ քաղաքական դաշտի շատ ուժեր կասեն, որ դե քանի որ ինձ շատ ուժեր են դիմել, սկսած ուժեղ Հայաստանի մարդկանցից վերջացրած են այսօր նոր ասպարեզիչած ուժերով։ Մտածում ենք, որ նրանցից ինչ-որ մեկը կամ մի քանիսը կասեն, որ մենք էլ ենք համաձայն, որ գնում ենք այդ առաջնահերթությամբ, հաղթանակից հետո 3 ամսվա ընթացքում նոր ընտրություններ, նոր սահմանադրությամբ, բայց նրանք լուռ էին եւ դրա համար ես դրական խոսքեր ասացի նաեւ ու արդարացիորեն եմ դրական խոսքեր ասել, ԴՕԿ կազմակերպությունը իդեմս իր շտաբի պետի ցույց տվեց, որ պատրաստ է այն գաղափարին արդեն ձեր երկրորդ հարցին եմ պատասխանում, որ Հայաստանը պետք է պատկանի Հայաստանի քաղաքացիներին մեր սահմանադրության միջոցով, որը առարկայորեն է այդ հարցը լուծում, երկրորդ Հայաստանը դառնալու է աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը եւ երրորդ
Հայաստանը դառնալու է քաղաքակրթական ներդրում կատարած պետություն։ Համամարտկային քաղաքակրթության մեջ իսպառ վերացնելով խտրականության դրսևորումները պետական համակարգերում։ Հետո որ ասում եք ինչպես պատահեց, որ դա մենք բանակցությունների մեջ էինք։ Բանակցություններում մենք գրեթե ոչ մի պահանջ չէինք դնում, սկսած նրանից, որ միմյանց նկատմամբ պահանջներ չէիք ներկայացրել։ Չէ, իրենց մասին չեմ ասում, ես մեր մասին։ Մենք ասում ենք, որ ես ոչ միայն չեմ լինելու վարչապետի տեխնացուներից մեկը, սովորաբար թիմը ունենում եմ մի քանի տարբերակ, չէ, դաշինքը։ Ես ասում եմ, ես ընդհանրապես չեմ մասնակցելու ընտրությանը, որովհետև այնքան կարևոր եմ համարում բացարձակ ժողովրդավարության գաղափարը, որ ամբողջությամբ նվիրվելու եմ դրան։ Լինելով ԱԻՄ-ի առանձին վերցրած շտաբի պետը, ես նաև ստացա համաձայնություն ԱԻՄ նախագահության անդամների, նրանք ովքեր որ նախնական ցուցակն են կազմում, որ մենք պիտի նաև այդ հարցում շատ հետևողական չլինենք։ Այսինքն ոչ թե մեկին մեկ, երկուսին մեկ, այլ նույնիսկ եթե 5 հոգի լինի մյուսներից, որ շուժեր կան, մեկը մեզնից ոչինչ։ Կարևորը որ բացարձակ ժողովրդավարության սահմանադրությունը 3-ից 6 ամսվա մեջ ընդունվի եւ Հայաստանում նոր որակի կյանք սկսվի։ Այդպես նաև իրենց առաջարկներին ենք հետևում, իրենք առաջարկեցին, որ քանի որ դաշինքով են գնում, մենք համագումար հրավիրենք, նախապատրաստվեցինք համագումարին, համագումարը հրավիրված էր որոշակի օր եւ պետք է կարծեմ ամսի 18-ին էր որոշված, շաբաթ էր չէ ամսի 18-ը։ Այդ օրը աշխատանքային օր հայտարարվեց, բայց մենք տեսանք, որ այդ մեր նշած 224 հոգուց գոնե 150-ը կարող են գալ, աշխատանքը չի խանգարում, որտեղ շաբաթ կարծում ենք աշխատանք չի լինելու։ Այսինքն շատ լուրջ էինք վերաբերում։ Միաժամանակ կողքից առաջարկներ կար, հետևում էինք, բայց միայն մեկ ուժ էր, որ ասում էր, որ այո, դա առաջնահերթություն է։ Հետո հանկարծ մեզ տեղեկացրին, որ իրենք մտածում են, որ դաշինքով չպետք է գնան, բայց մեր հայտարարության մեջ հստակ էր ասված դաշինքով կգնանք, եթե առաջնահերթությունը սա է։ Այսինքն առաջնահերթությունը պաշտպանելը, բայց չգնալ դաշինքով։ Մենք հստակ գրավոր ներկայացրինք մեր առաջարկները նորից։ Իրենք ասացին, որ դաշինքով չեն կարող գնալ, դե դաշինքով չեն կարող գնալ, մեզ համար խնդիր չէր, էլի որ վայ, մենք մեկ է որոշել էինք չմասնակցել ընտրությանը, այս խուժան ընտրությանը։ Այդ համագործակցության միասնական տեխնացուն ով պետք էր լիներ։ Մենք ասել էինք, որ մենք ասել ենք Չէ, ասում մեզ, գիտեք մենք շատ լավ դաշնակից էինք, մենք ասում ենք ինչ ուզում եք արեք, մեզ համար ամենակարևորը մնում է ամենակարևորը, մնացածը 10-րդականը, տվել էինք մեր մարդկանց, դրանք ընդգրկված էին ցուցակում, հին ԱԻՄ-ականներ, վստահելի մարդիկ, փորձառություն ունեցող, դրանք իրենց ցուցակում էլ ներդրված էին, բայց այդ ցուցակը պիտի մենք որպես դաշինքի մասնակից քվեարկեինք մեր համագումարում։ Բայց քանի որ իմացանք, որ իրենք դաշինքով չեն ուզում գնալ, դա արդեն մեզ համար անհասկանալի էր։ Պայմանավորվածության փոփոխությունը անհասկանալի էր։ Մենք ներկայացրինք բանը եւ մենք չենք հրաժարվել։ Մենք ներկայացրեցինք հստակ արդեն գրավոր ինչ ենք պայմանավորվել, իրենք ասացին, որ դաշինքով գնալը իրենց համար պատճառները չեմ ասի, որովհետեւ ընդդիմադիր դաշտով գործող ուժերին քննադատելը այս օրերին շնորհակալ գործ չէ։ Բայց ես ողջունում եմ, որ նույնիսկ մեր դաշինքի չկայացումից հետո դե բանակցում էինք ընդամենը, ոչ թե կար հետո խզեցինք, բանակցում էինք, թե ինչ պիտի անենք։ Դրանից հետո իրենք ամենայն պատասխանատվությամբ շտաբի պետի մակարդակով ասացին, որ նույնիսկ ինքնուրույն գնալու դեպքում մեզ համար բացարձակ ժողովրդավարության սահմանադրությունը մնում է առաջնահերթություն։ Իսկ ձեզ համար ենթադրելի է, ինչու նրանք վերջի պահին խզեցին ձեր համագործակցության պայմանները։ Ենթադրելի չէ, համագործակցության պայմաններն էլ իրենք չեն խզել, իրենք մի բանի մասին են ասել են գնանք մեկ քաղաքական ուժով։ Իսկ ես գիտեմ, որ եթե մեկ քաղաքական ուժով պիտի գնանք, ես չեմ կարող թույլ տալ, որ ԱԻՄ-ը Սովետական միության առաջին դեմոկրատական կազմակերպությունը, հայ ժողովրդի պատմության մեջ միակ հաջողության հասած կազմակերպությունը։ Գիտեք, մերկապարանոց չլինի, ռամկավարներ, հնչակներ, դաշնակներ, դրանք են եղել մեզնից առաջ, դաշնակցականներ։ Նրանք իրենց բարձրացրած որևէ մի նպատակի չեն հասել։ Նույնիսկ անկախ Հայաստանը 18 թվականին, որ ստեղծվեց անցյալ դարի, դա չի եղել կուսակցական ծրագիր։ Դա հանգամ իրենք պայքարում էին դաշնակցականները, ռամկավարները, հնչակները արևմտյան Հայաստանում ինքնավարության համար։
Բայց դրան էլ չեն ասել կոմունիստները նույնպես ասում են համաշխարհային հեղափոխություն։ Հիմա այս կազմակերպությունը եթե գնալու էր առանց դաշինքի, ուրեմն պետք է գնայինք մեր անունով, որը ես պարտադրել չէի կարող, բայց դիմացինս պիտի նկատի ունենար։ Դրա համար մենք խոսում էինք միայն դաշինքի մասին։ Այնպես որ ես կարծում եմ, որ մեծ ողբերգություն չի մեզ համար, այ հիմականների համար, մեզ համար կյանքը չի սկսվում ընտրություններով եւ չի ավարտվում ընտրություններով։ Իսկ բացի դուք կուսակցությունից այս ընթացքում որ ուժերի հետ եք քննարկումներ ունեցել, օրինակ նշեցիք, որ ուժեղ Հայաստանից են ձեզ դիմել, այլ նորաստեղծ կուսակցություններից են ձեզ հանդիպում քննարկումներ եք ունեցել։ Հիմա ո՞րն էր պատճառը, որ դոգին ընդունեցիք դուք, որն այնքան էլ բարի համբավ չունի, հանձին նաև Վարդան Ղուկասյանի այնքան էլ բարի համբավ չունի, բայց մերժեցիք դրա փոխարեն ուժեղ Հայաստանին, որի առաջնորդը բարերար ու բարեգործ է, ո՞րն էր պատճառը։ Մենք չենք մերժել ոչ մեկին, մենք դրել ենք մեր հստակ պայմանը, ով որ կհասկանա, որ ինքը չի հայ ժողովրդի ճակատագրի տերը, այլ Հայաստանի քաղաքացին է, այդ նրանց հետ մենք կաշխատենք։ Ով որ այնքան մեծամիտ է, որ իրեն փրկիչ է կամարում, մոռանալով որ փրկիչ կա, վերևում է փրկիչ, եւ այդ փրկիչը ցույց է տվել ճանապարհը մարդկանց ինքնորոշում։ Որպեսզի վերացական չլինի խոսքերս, ի վերջո նույնիսկ բթամիտը մի քանի անգամ երբ լսում է, նկատի ունեմ կան մարդիկ, որ ասում են, ինչ ես ասում, դու չուզեցիր մեզ փրկել։ Ես ով եմ որ ձեզ փրկեմ։ Մենք գիտենք փրկիչը Աստվածն է։ Իսկ Աստված մեզ ինչ է ասել։ Ասել է ես անգամ որ ամենակարողն եմ, ամեն ինչի տերն եմ, երբ որ մարդուն ստեղծեցի, ասեցի դու ինքդ որոշիր թե ինչ ես ուզում, ինքնորոշվիր։ Ուզում ես այդ խնձորը կեր, ուզում ես մի կեր, ես չասեցի չուտես այդ խնձորը։ Կամ էլ այսինքն ոչ թե չարքի խնձորից առաջ չվերացրի։ Ես մարդուն տվեցի ինքնորոշման իրավունք։ Հիմա մենք առաջնորդվում ենք նույն սկզբունքով, ինչ որ Աստված ժամանակին մարդուն ստեղծելիս տվել է։ Մենք էլ դա ենք ասում, եթե որևէ մեկին մոռանանք մի բան ասում, որտեղ որոշ մարդիկ այդ մակարդակը չունեն, որ Աստծո չափորոշիչներով առաջնորդվեն։ Երբ որևէ մեկին հարգում ես, գնահատում ես, դու քո կամքը չես պարտադրում, չէ՞ իրեն, դու փորձում ես հասկանալ, թե իր համար ինչն է ճիշտը։ Հիմա նույնն է այսօր քաղաքական ասպարեզ իջած, վաղուց եւ այսօր ծնված։ Մենք այսօր չենք ծնվել, աթոռի համար չենք ասպարեզ իջել։ Որևէ գործիչ եթե ինչ-որ բան ունի ազգի համար անելու, պիտի անի աթոռից անկախ, բայց չեք նկատում ինչքան ուժեր հայտնվեցին աթոռի արկայության շնորհիվ։ Աթոռից անկախ ուժեղ Հայաստանի առաջնորդը ոչինչ չի արել։ Չէ, աթոռից անկախ մենք խոսում ենք քաղաքական հարցերի մասին։ Եթե դուք ուժեղ Հայաստանի մասին եք խոսում, ես շատ հաճելի զրույց եմ ունեցել Կարեն Կարապետյանի հետ, ում հետ վաղուց շփումներ ունենք, շատ հաճելի զրույց ենք ունեցել, բայց իրենց մոտ այդ գիտակցությունը չկա, որ ամեն ինչ վստահեն քաղաքացուն, հնարավորություն տան քաղաքացուն տալ։ Իրենց մոտ կա այն մոտեցումը, որ պիտի ինչ-որ մեկը հզոր անձ, ինձնից հզոր քաղաքականության մեջ մարդ չկա։ Անկեղծ եմ ասում։ Դուք գիտեք, ոչ միայն Հայաստանում, աշխարհում մեկին, որ հանգամանքների բերումով 19 տարեկան հասակում դառնա ազգային ազատագրական պայքարի կազմակերպության ղեկավարը, որ ոչ միայն դառնա ղեկավարը փաստացի, այլ գրի երգեր, ծրագրեր, կազմակերպի բազմաթիվ մարդկանց մի 200 մարդ ընդհատակում դա սարսափելի մեծ թիվ է, բայց ես այդ ուժերի մասին չեմ խոսում, ես խոսում եմ մեր նախագծի մասին։ Եթե այսօր ուժեղ Հայաստանը հայտարարի, որ ընդունում է, որ Հայաստանում պետք է կատարել համակարգային փոփոխություններ եւ ողջունում է, որ Հայաստանի անկախության պայքարի առաջնորդը արդեն 12 տարի շրջանառության մեջ դրած ունի այդպիսի մի նախագիծ ու իրենք դա առաջնահերթություն կհամարեն, ես ամեն ինչ կդնեմ մի կողմ, ուժեղ Հայաստանը կլինի կամ որը կլինի, ես կասեմ մենք սատարում ենք այս ուժին, բայց չի եղել այդպեսի բան, մեզ ասել են միասին Նիկոլին տապանենք, Նիկոլին տապանենք, հաջորդ եկողը կարող է Նիկոլից լավը չլինել, չէ՞։ Պարոն Հայրիկյան, ձեզ ճիշտ հասկացա, դուք կարծում եք, որ Վարդան Ղուկասյանը Հայաստանը ավելի ժողովրդավար երկիր կդարձնի, ավելի բարեկեցիկ երկիր կդարձնի, քան Սամվել Կարապետյանը։ Փաստ է, որ Վարդան Ղուկասյանը ընդունեց բացարձակ ժողովրդավարության սահմանադրության առաջնահերթությունը, որով քաղաքացին առարկայորեն դառնում է երկրի տերը։ Իսկ Սամվել Կարապետյանը ասում է, որ ինքը կանի այս նյութական գործերը, բայց իրավականի մասին չի խոսում, կարող է ինչ-որ մեկը ավելի հեռատես լինի, ավելի խորագետ լինի և նույնիսկ ինչ-որ բաներ թույլ տա ճիշտը չասել,
բայց ես դրանք չեմ վերլուծում, ես առարկայորեն տեսանելին եմ վերլուծում։ Սամվել Կարապետյանը երբ տեսավ, որ եկեղեցուն վտանգ է սպառնում հայության ինքնության բանը կամ հայականություն, իրեն շատ լավ դրսևորեց, որպես հայ քրիստոնյա ասեց, մենք դա չենք ընդունում։ Դա ողջունելի է, բայց Սամվել Կարապետյանը երևի առիթ չի ունեցել խորանալու, որ կա բացարձակ ժողովրդավարության մի համակարգ, դե ինքը բիզնեսմեն է, բիզնեսով է զբաղվել։ Երբ որ ինքը եկեղեցու հարցը բարձրացավ, այդ դեպքում չէ անմիջականորեն որոշեց տեսակետ հայտնել, դե չէ ինքը զբաղված էր իր բիզնեսով ու դա ոչ միայն դատապարտելի չէ, դա իր իրավունքն է, ամեն մարդ ինքն է որոշում ինչ անի, բայց ինքը չի խոսել սրա մասին։ Հիմա տեսեք, ես ասում եմ, որ ոչ միայն Սամվել Կարապետյանը, դուք որ ասում եք ուրիշ որ ուժերի հետ եք համագործակցում, մինչև այս նախընտրական շրջանի սկսելը ինձ մոտեցել են Հովիկ Աղազարյանը, անսպասելի, նրա գործընկեր Ասլանյանը, երկու հարգարժան մարդիկ, եկել ասել են, մենք կարծում ենք, որ 96 թվականի օրինակով դու կարող ես դառնալ վարչապետի թեկնածու, բոլորին միավորել։ Ես ասում եմ, այդ բոլորի մեջ այս սահմանադրության նախագիծը ընդունում եք դուք, որտեղ սա բացառիկ մի բան է։ Դե կնայենք, կմտածենք, պատասխան չեմ տվել։ Ազգային ժողովրդավարական Դա եղել է ձեր առաջին ու վերջին հանդիպումը ընտրությունների հետ կապված։ Չէ, առաջին կամ վերջին չէ, էլի ենք հանդիպել, բայց նկատել եմ առաջարկ կապված հետագա զարգացումների հետ։ Կլոր սեղաններ ենք մասնակցել ենք, ես ներկայացրել եմ Գուրգեն Սիմոնյանի նախաձեռնությամբ մեկը ու իրենք հատուկ ժամանակ են հատկացրել, հետո բայց զարգացում պիտի լինի, լսեցին նույն ժամանակին հակն է լսել բացարձակ ժողովրդավարությունը, ժառանգությունը, այլ բան է լսել եւ այլ բան ասել, որ մենք համամիտ ենք։ Համամիտ 17 կազմակերպություն են եղել։ Առաջնահերթություն հիմա կարող եմ ասել, որ 3-ն է հայտարարում, բայց արդեն անցել են հնարավորություն, որ դաշինք կազմենք։ ԱԺԲ-ից բացի հայկական օրակարգ կազմակերպությունը, էլի կառույցներ կան, որ Արթուր Բալոյանի կազմակերպությունը խոսել են, այսինքն կոնկրետ առաջարկել են, որ շատ լավ կլինի, որ մեր անկախության պայքարի առաջնորդ այսօր լինի միավորող թեկնածուն, այնտեղ տարբեր նրբերանգներով, որ մեկ անցումային կառավարություն եւ այլն եւ այլն։ Ես բոլորին ասել եմ, որ մեզ համար ամենակարևորն այն է, որ ոչ թե Պարույր Հայրիկյանը դառնա վարչապետ, թեկուզ կարճատև, այլ քաղաքացին դառնա նախագահ երկրի։ Եվ այդ նախագահները 3 միլիոն։ Բայց այդ նույն տեսակետը նաև 18 թվականին առաջ տարվեց, երբ ասեցին Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, եւ ինչպես նույնը չի, ինչով է բացատրում։ Մեկը ասեց լա, մյուսն ասում է, ահա, ձեզ սահմանադրության նախագիծ։ Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե ժողովրդի համար Եթե Ղարաբաղի հարցը տաք է, ապա թող ժողովուրդը դուրս գա փողոց։ Հիմա ժողովրդի ինչպես եք դուք սա մեկնաբանում, ինչպես հասկանալ։ Ես առաջին հերթին մեկնաբանում եմ հետևյալ կերպ։ Եթե ես մեկին ասում եմ ազգադավ, եթե մեկին ասում եմ ստախոս, եթե մեկին ասում եմ քրեական հանցագործ, այսօր ես դատախազություն դիմել եմ որպես Նիկոլ Փաշինյանին, որպես կոռուպցիոն հանցագործ, պատասխանատվության ենթարկել։ Դատախազություն անգել է կրակը, առաջին խփում գրում էին փաստեր չկա, հետո ասում էին դատախազության իրավասության մեջ չի մտնում վերահսկել սահմանադրական գործընթացները։ Հիմա ես դրել եմ փաստեր եւ վաղը չեմ մյուս օրը, եթե այսօր 3 շաբթի է, 5 շաբթի օրը ժամը 5-ին արդեն տարբեր քաղաքական ուժերի մասնակցությամբ նույնիսկ կարող է մի հայտարարություն լինի, նախագիծը ես ստացել եմ տարբեր ուժերից, իմ էջում արդեն կա, որտեղ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես իրավունք ունի մասնակցելու ընտրություններին, որպես կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը կոպտորեն, լկտիորեն խախտող անձ։ Իսկ ինչու՞մ է խախտումը։ Նախ ասեմ, կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը դա այն է, ինչ կարգավորում է Հայաստանում կուսակցությունների գործունեության բոլոր ոլորտները եւ բոլոր իրավիճակներում։ Այսինքն մեր առաջիկա կուսակցական ընտրությունները օրինակարգվում են, կարգավորվում են կուսակցությունների մասին սահմանադրական օրենքով։ Եթե որևէ մեկը կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի որևէ կետ խախտի, որևէ քաղաքական ուժ, նա լուծարվում է։ Եթե վարչապետն է խախտում, նշանակում է վարչապետը այլևս վարչապետ չէ։ Ինքը խախտել է։ Եվ ես փաստերով եմ դա արդեն ներկայացնում, այսինքն հատուկ ճիքեր գործադրեցինք, որպեսզի ամեն ինչ հիմնավորվի, փաստավորվի, ժամկետը լրացել է եւ 5 շաբթի օրվա ժամը 4, ժամը 5-ին տեղի ունենալով
միջոցառմանը պիտի բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն, այն քաղաքական ուժը, որ չի մասնակցի, նա ուրեմն գաղտնի գործարքի մեջ է Նիկոլի հետ, որտեղ շատ որոնք են պատրաստակամություն հայտնել, որ մասնակցելու են։ Դե հայտարարության նախագիծն է առայժմ տպված, երբ նախագիծը այսօր կհրապարակենք եւ հետո առանձին կկապվենք քաղաքական ուժերի հետ, հայտնի կլինի բացի այդ համացանց կա եւ լրատվամիջոցի հիմա ձեր միջոցով ես հայտարարում եմ բոլոր այն քաղաքական ուժերը, որ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ոլորտներում, օրինակ հայրենիքի դավաճանությունման 1000 մեղադրանք կա, չէ՞, դրանք այնքան հիմնավոր չեն, որ դատախազությունը համրանա։ Մեր դեպքում հիմա դատախազությունը համրացել է, չգիտի ինչ անի։ 2-3 անգամ մեզ խաբել է, մենք հիմա մեղադրում ենք Նիկոլ Փաշինյանին, նաեւ կառավարության մի մասը եւ իրավապահ համակարգը կոռուպցիոն հանցախմբի վերածելու հարցում հրապարակավ հնչած մեղադրանք է։ Եվ եթե վաղ անգամ կուսակցությունները չկան, ապա այդ կուսակցությունների անդամները պիտի հասկանան, ընտրությունների հարցերը լուծում է ոչ թե ընտրություններից հետո հետընտրական այդպես ինքնա դրսևորումներով կամ ջղաձգումներով։ Ընտրություններից առաջ պիտի ամեն ինչ իր տեղը դնենք, նոր գնան ընտրության։ Ես չեմ գնում այդ գնացողների համար եմ հիմա աշխատում։ Պարոն Հայրիկյան, եւ վերադառնալով ձեր տեսակետին, ինչու պիտի ցանկացած քաղաքացի իրեն վարչապետ զգա։ Սրա կարևորությունը ո՞րն է։ Դա Նիկոլի հեքիաթներ, իսկ մեր դեպքում, գիտեք առանձին թեմա է, դրա մասին ես ասենք դասախոսություններ եմ ունեցել 45 րոպեից պակաս չի տևել։ Սահմանադրության մեջ ասված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդը վերացական հասկացություն է, եթե դու չես ասնում ամեն անհատի։ Երբ ասում ես ամեն անհատի եւ ասում ես բոլորը իմ միջոցով դարձեք վարչապետ, դու հերթական խաբեբա սրիկան ես։ Որովհետեւ դու դարձար վարչապետ, նրանք վարչապետ չդարձան, որովհետեւ մի մասը քեզ է ձայն տվել, մյուս մասը չի տվել։ Իսկ երբ դու ասում ես պիտի ունենանք մարդիկ այնպիսի պետական համակարգ, որտեղ իշխանության ճյուղերը իրար վերահասկեն, որ այսօր Հայաստանում չկա։ Հայաստանը խայտարակ բան է, մարդկության թշնամի Մուսոլինիի սահմանադրությամբ ենք ապրում։ Մարդիկ չեն ուզում դա ընդունել։ Մուսոլինին այն մարդն է, որ իտալացիները պատիտակ գնդակահարեցին որպես մարդկության թշնամի։ Սերժ Սարգսյանի լակոտներ, ինչ որ իրավաբան կոչված լակոտներ, դա համարեցին լավ սահմանադրություն։ Պարտադրեցին մեզ։ Նիկոլ Փաշինյանը խոսեց այդ սահմանադրության դեմ, ամբողջ ազգը իրեն սատարեց, ի վերջո, այն որ ասում էին Մերժիր Սերժին, դրա համար էր, որ խուժան սահմանադրությունը չենք ուզում։ Եկավ այդ սահմանադրությունը 8 տարի պահում է։ Մեր ասածն այն է, որ երբ ասում է ժողովուրդն է իշխանության տերը, ժողովուրդը ունի քաղաքացիներ, այդ քաղաքացիները պիտի լինեն տեր, իսկ քաղաքացիները ինչպես կարող են տեր դառնալ, եթե նրանցից որևէ մեկը պետութենական հարցերում խտրականության չի ենթարկվում։ Երբ ես եւ դուք գնում ենք ընտրության, ձեր տեխնատուն անցնում է, իմը չի անցնում, դուք առաջիկա 4-5 տարում ունենում եք ներկայացուցիչ, ես չեմ ունենում։ Մարդկությունը սովոր չի, որ դա խտրականություն է։ Mà ես բացահայտել եմ, որ խտրականություն է, սկզբից գտել եմ քաղաքացիների ներկայացուցչականության գործակիցը, եզրը, հետո գտել եմ, թե որ խորհրդարանը, աշխարհի որ խորհրդարանը որքանով է ներկայացուցչական, դա ինչ է նշանակում։ Ենթադրենք ընտրությանը մասնակցել է 1 միլիոն մարդ, եւ այդ 1 միլիոն մարդուց միայն 40%-ի ներկայացուցիչներն են, օրինակ ինչպես Անգլիայում կամ Ամերիկայում։ Ուրեմն դրանց խորհրդարանը 40% ներկայացուցչական է, բայց եթե մենք ասում ենք պարլամենտը ներկայացուցչական մարմին է, կարող ենք ձգտել, որ դա լինի 100% ներկայացուցչականության։ Ես գտել եմ բանաձևը, որ խորհրդարանը դառնում է 100%-ով ներկայացուցչական, այդ շեմեր բաներ ամեն ինչ վերանում են։ Եվ բացի շեմերից, նա ով որ մեկ падգամավորի համար անհրաժեշտ ձայները չի ստանում, այդ չստացած տեխնացուն իրավունք ունի իր ստացած ձայները քաղաքացիական օրենսդրության համաձայն փոխանցել մեկ այլ տեխնացուի, որն անցել է։ Падգամավորներն էլ քվեարկում են ոչ թե մեկական ձայնով, այլ ամեն падգամավոր կամ ամեն թիմ քվեարկում է այնքան ձայներով, ինչքան որ ստացել է քաղաքացիներից։ Այդ ձևով քաղաքացին դառնում է երկրի իրական տերը, որը ունի բաժնետոմս երկրի կառավարման, որը կարճ ժամանակով փոխանցում է այս կամ այն գործին։ Պարոն Հայրիկյան, հիմա դուք ընտրություններին ոչ առանձին, ոչ միասնական ձևով չեք մասնակցելու։ Ինչպես տեսնում եք, որ ընտրական գործընթացին ամենաբուրըն մենք ենք մասնակցում այս պահին, չմասնակցելով որպես տեխնացու, մենք խոսում ենք ընտրությունը ընտրություն դարձնելու անհրաժեշտության մասին։ Չի կարող երկրում ընտրություններ լինել այնպիսի իշխանությունների վերահսկողությամբ,
ի վերջո վերահսկողությունը չէ դատախազին նշանակելը, դատավորները նշանակելը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ նշանակելը, դրանք վերահսկողության լծակներ են, որը ինքը մխրճված է քրեական հանցագործությունների մեջ։ Հիմա մենք վաղը չեմ իսօր այդ հավաքը որ հրավիրել ենք, բոլոր նրանց, ովքեր փորձ չունեն ու մեղավոր չեն, որ փորձ չունեն, նոր են մտել քաղաքականություն։ Ես իմ փորձառությամբ ասում եմ, խելքներդ, գլուխներդ հավաքեք, կարգին մարդը ընտրություններից հետո չի գնում հարցեր լուծելու։ Ընտրություններից առաջ այնպես է անում, որ ընտրություն լինի։ Արդյոք բարոյական է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը խախտելուց հետո, եւ դրան վերաբերյալ նույնիսկ քրեական գործի պահանջարկ է ներկայացված, հաղորդում է ներկայացված, որ նա մասնակցի ընտրություններին։ Մենք ասում ենք ոչ, նա իրավունք չունի մասնակցելու ընտրություններին, որովհետեւ նա բազմաթիվ առիթներ է թույլ տվել, իր այդ հայտարարություններն անգամ հերիք են, բայց մենք որպեսզի վերացական չլինի, շատ առարկայական ենք դրել։ Գրված է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում, որ կուսակցություններից ստացված նախագծերը պետք է քննարկվեն։ Մանավանդ եթե սահմանադրության վերաբերյալ է, դու ոչ միայն չես քննարկում, այլ ուղարկում ես սկզբից թաքցնում ես, վերջում արդեն որ ստիպված ես խոստովանել, արդարադատության նախարարության հանձնարարում ես մի լղոզված պատասխան տվեք եւ արդարադատության նախարարությունից ոչ թե ասում են պարոն Հայրիկյան, ձեր նախագիծը ինչ օրը քննարկվելու է, եկեք մասնակցելու, այլ գրում են ձեր առաջարկները նկատի կունենանք ու նկատի չեն ունենում։ Դա արդեն կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպտագույն խախտում է, որովհետև այդ քննարկելու պահանջը օրենքում դրված է, կարծում եմ Վենետիկի հանձնաժողովի պահանջով է դրված։ Դա է, որ քեզ ապահովում է, որ իշխանությունները ընդդիմադիր դաշտում հայտնված քաղաքական ուժերի առաջարկները, նկատողությունները, դիտողությունները ոչ թե անտեսեն, այլ քննարկեն։ Երբ սրանք գնում են անտեսելու ճանապարհով, դա իշխանության չարաշահում է։ Իշխանության չարաշահումը ծանր պետական հանցագործություն է։ Բայց Նիկոլ Փաշինյանի վրա էլի հոդվածներ կան, ինքն իրավչություն։ Դա նշանակում է ինքը անում է գործեր, որոնք ինքը լիազորված չի կատարել։ Օրինակ ինքն էր, չէ՞, որ միայնակ հայտարարեց։ Կար մասնագիտական հանձնաժողով, բայց ինքը հայտարարեց, մեզ նոր սահմանադրություն է պետք։ Բայց դու ես այդ փսլնքոտ, որ դու ամբողջ ազգի համար որոշես, որ նոր սահմանադրություն է պետք։ Ես քաղաքական փսլնքոտ նկատի ունեմ էլի, ոչ թե որպես մարդ կարող է շատ լավ տղա է իր կնոջ համար կամ իր հարազատների համար, բայց քաղաքական տեսակետից դա անթույլատրել է, իսկ իրավական տեսակետից հանցագործություն կոչվում է ինքնիրավչություն, դա նույնպես կոռուպցիոն հանցանք է։ Այնտեղ փունջ է, ապօրինի աշխատավարձներ տալը, պետական միջոցները քամուն տալը, հետո արդեն կբացվի նաև այն պարգևավճարները բաժանեց պայման դնելով, որ ամեն մեկը իր ստացած պարգևավճարի 1/4-ը պիտի տա նախընտրական արշավին։ Համ խոսում է գումար տեսքամեն կազմակերպության ընտրակաշարք բաժանելու մասին, սա դրանքները գիտեք, չէ՞ ուժեղ Հայաստանի նկատմամբ օրինակ արդեն սկսել է, բայց ինքը ինչ արեց պետական միջոցները, եթե Սամվել Կարապետյանը, ասենք, կառույցներ է ստեղծում իր միջոցներով, ինքը քաղաքացիներից հավաքած հարկերը օգտագործում է քաղաքացիների դեմ։ Եվ եթե դուք ասում եք ընտրությանը մենք չենք մասնակցում, թող ասի որևէ մեկը, որ ընտրական գործընթացներին այսքան լուրջ, այսքան խորը վերաբերմունք է ցույց տալիս։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ Պարույր Հայրիկյանն էր։